Ինչպես տեսնում եք, ես դեռ Գեթսեմանի պարտեզում եմ։ Սա այն վայրն է, որտեղ Հիսուսը մատնվեց համբույրով եւ որտեղ տեղի ունեցավ Հիսուսի կյանքի վերջին 18 ժամերի ամենատպավորիչ պահը։ Դա մի կարևոր իրադարձություն է, որը որքան էլ զարմանալի է, չի վերարտադրվում Հիսուսի մասին պատմող ֆիլմերից եւ ոչ մեկում, սակայն մենք բաց չենք թողնի այն։ Մենք նաեւ փնտրելու ենք Աննաս քահանայապետի պալատի ավերակներն ու բացահայտելու ենք, թե ինչ է նշանակում խաչի երկրորդ հրաշքը մեզ համար։ Բարի գալուստ Երուսաղեմի 7 հրաշքները։ Հիսուսը մեր մեղքերի դեմ մարտնչում էր այստեղ, Գեթսեմանի պարտեզում։ Սա այն վայրն է, որտեղ նրա արյունն առաջին անգամ թափվեց գետնին։ Հուդայի համար դժվար չէր Հիսուսին գտնելը։ Իր մահվանը նախորդող վերջին շաբաթվա մեջ Հիսուսն ամեն գիշեր իր աշակերտների հետ աղոթում էր Գեթսեմանի պարտեզում։ Կեսգիշերին մոտ Հուդան ուղեկցեց հռոմեացի զինվորների զորախմբին եւ տաճարի պահակներին, մոտ 200 հոգի, դեպի Ձիթենյաց լեռը Հիսուսին ձերբակալելու համար։ Նրանք կրում էին ջահեր, լապտերներ ու զենքեր։ Այդ դրամատիկ գիշերը տեղի է ունենում մի իրադարձություն, որը պատկերացված չենք տեսնի Հիսուսի մասին ֆիլմերից եւ ոչ մեկում։ Ոմանք կարծում են, թե Հիսուսն ի վերջո իր սեփական հաջողության զոհը դարձավ։ Նրանք Հիսուսին համեմատում են Մարտին Լյութեր Քինգի հետ Ամերիկայում կամ Գանդիի հետ Հնդկաստանում, այնպիսի մարդկանց հետ, ովքեր առանց բռնության դիմադրության զոհերն էին։ Սակայն սա այդ դեպքը չէ։ Նրանք չսպանեցին Հիսուսին։ Հրեա առաջնորդներն ու հռոմեացի զինվորները նույնիսկ ի վիճակի չէին ձերբակալել Հիսուսին։ Հիսուսը լիովին տիրապետում էր իրավիճակին։ Հովհաննես 18-րդ գլխում կարդում ենք, որ 200-ից ավելի զինվորներ, քահանաներ եւ երեցներ էին եկել Հիսուսին ձերբակալելու։ Աշակերտները վախից հետ քաշվեցին, բայց Հիսուսն առաջ գնաց եւ հարցրեց. Ո՞ւմ եք փնտրում։ Ո՞ւմ եք փնտրում։ Կարծես Հիսուսն իսկ չգիտեր պատասխանը, բայց եթե Հիսուսը հարց է տալիս, պատճառն այն չէ, որ պատասխանը չգիտի, այլ որովհետև ուզում է, որ մենք բացահայտենք ինչ-որ իրողություն։ Զինվորները պատասխանեցին. մենք փնտրում ենք Հիսուս Նազովրեցուն։ Եվ այն, ինչ տեղի է ունենում հետո, անհավատալի է։ Հիսուսը պատասխանում է ընդամենը 2 բառով. Ես եմ։ Այդ պահին բոլոր 200 զինվորները, քահանաներն ու երեցները իրենց ծառաների հետ միասին ետ են քաշվում եւ ընկնում գետնին։ Տիրում է լիակատար քաոս։ Նրանք ընկնում են մեկը մյուսի վրա, ամենուրեք կրակ ու կատարյալ շփոթություն։ Նրանք չէին կարող իմ Հիսուսին գերի վերցնել։ Այն գերբնական ուժը, որ զինվորներին տապալեց գետնին, Հիսուսի պատասխանի մեջ էր։ Նա հունարենով բառացիորեն ասաց. Էգո էյմի, այսինքն ես եմ։ Սրանք նույն բառերն են, որ Աստված օգտագործեց, երբ իրեն հայտնեց Մովսեսին այրող մորենու մոտ, որտեղ ասաց. Ես այն եմ, որ եմ։ Այս խոսքերով Հիսուսը հստակեցրեց, որ ինքն ու իր երկնավոր Հայրը մեկ են։ Աստված փառավորեց Հիսուսին իր զորությունը ցույց տալով այս երկրի իշխանավորներին։ Ինչպես որ Մովսեսին թույլ չտվեց մոտենալ այրվող թփին, այնպես էլ զինվորներին թույլ չտվեց մոտենալ Հիսուսին։ Նախքան ձերբակալվելը Հիսուսն այս խոսքերն ասաց. Ոչ ոք չի կարող իմ կյանքը խլել ինձանից։ Ես իմ կամքով եմ տալիս իմ կյանքը եւ իշխանություն ունեմ այն տալու եւ իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու։ Ես այս պատվերը իմ հորից եմ ստացել։ Նրանք չսպանեցին Հիսուսին։ Նրանք նույնիսկ չէին կարող ձերբակալել նրան։ Ոչ թե Հուդան, այլ Հիսուսն ինքը, որպես քահանայապետ, գառը բերեց զոհասեղանի մոտ։ Նա իր կյանքը տվեց ազատ կամքով, որովհետև նա սիրում է քեզ։ Այդ պահին Պետրոսն օգտագործեց իր հնարավորությունը։
Այո, նա լավ պատրաստված էր եւ հագուստի տակ թաքցրած կարճ սուր ուներ։ Պետրոսը հարձակվեց այն մեկի վրա, ով իրեն ամենամոտն էր։ Պարզվեց, որ այդ մարդը Մախքոսն էր, քահանայապետի անձնական ծառան։ Դեռևս ցնցված իր հետ կատարվածից, Մախքոսը բարձրանում էր գետնից եւ այդ պահին տեսնում է իր վրա հարձակվող Պետրոսին, որը ճոճում է իր սուրը։ Մախքոսը հասցնում է ճիշտ ժամանակին խուսափել, ապա գոռում է։ Նրա ականջը ընկնում է գետնին, արյունը հորդում էր գլխից։ Իսկ ինչ էր անում Հիսուսն այդ քաոսային գիշերվա մեջ։ Հիսուսը հանդիմանում է Պետրոսին ու պատվիրում, որ սուրը տեղը դնի։ Նա ասում է. «Կարծում ես չեմ կարող աղաչել իմ հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան 12 գունդ ուղարկի»։ Իսկ հետո Հիսուսը վերցնում է ականջն ու արարչագործական հրաշք կատարում։ Հրաշքով նա ականջը նորից տեղն է դնում քահանայապետի ծառայի գլխին։ Այսպիսով Հիսուսը Մախքոսին անձնական վկայությամբ ուղարկում է հետ, որպեսզի պատմի Կայափային, նրան, ով ուզում էր ազատվել Հիսուսից։ Հիսուսը Մախքոսին ուղարկում է Կայափայի մոտ, պատմելու թե ինչ է ինքն արել նրա համար։ Ահա թե ինչպիսին է Հիսուսը, այդպիսին է Աստված։ Ապա Հիսուսը մեկնում է իր արյունոտված ձեռքերը, որպեսզի նրանք կարողանան իրեն ձերբակալել։ Զինվորները Հիսուսին տարան Աննաս քահանայապետի մոտ, որպեսզի նա հարցաքննի նրան։ Վոլտ հանգարանում, տաճարի լեռան ստորոտում, հնեաբանները հայտնաբերել են այն պալատի ավերակները, որը հավանաբար պատկանել է Աննաս քահանայապետին։ Ես ուզում եմ հնարավորինս մոտենալ այն վայրին, որտեղ Հիսուսն առաջին անգամ հարցաքննվեց եւ ենթարկվեց բռնության, մինչեւ արյունահոսելը։ Այն վայրը, որտեղ նրա արյունը երկրորդ անգամ պիտի թափվեր գետնին։ Մենք իջնում ենք փողոցի մակարդակից մոտավորապես 3 մետր ներքև ու ժամանակից հետ գնում շուրջ 2000 տարի։ Այստեղ գտնում ենք 6 տան ավերակներ, որոնք թվագրվում են Հիսուսի ժամանակներին։ Ամենայն հավանականությամբ այս տներից մեկը պատկանել է Աննաս քահանայապետին։ Իրականում մենք գտնվում ենք Լացի պատից ընդամենը մի փոքր հեռավորության վրա։ Գեղեցիկ խճանկարները, որմնանկարներն ու քարեսեղանները վկայում են, որ այստեղ ապրել է հարուստ, կրոնական վերնախավի մի ընտանիք։ Այս տներում արկածիսական տարբեր լվացումների տեղերը բավականին տպավորիչ են։ Ի վերջո այստեղ ապրող քահանաները պետք է լողանային նախքան տաճար մտնելը։ Այս կերպ նրանք ստիպված չէին լինի օգտվել այն բաղնիքներից, որոնք նախատեսված էին հասարակ ժողովրդի համար։ Գեղեցիկ կահավորված ընդունելության այս սրահը 6-ից ամենամեծն է։ Միայն նայեք առաստաղի գեղեցկությանն ու պատի ծեփի վրայի ուղղանկյունաձև նախշերին, սա բարձր ճաշակի եւ հարստության նշան է։ Որոշ հետազոտողներ հավանական են համարում, որ հենց այստեղ է Հիսուսը կանգնել Աննաս քահանայապետի առջև։ Զինվորները Հիսուսին տարան նախ քահանայապետ Աննասի մոտ, քանի որ խորհրդի անդամները պետք է 2 նիստ անցկացնեին, նախքան մահապատժի որոշում կայացնելը։ Հիսուսը թերևս հյուծված էր մեր մեղքերի դեմ իր ահռելի հոգևոր պայքարից հետո։ Աննասի հարցաքննությունը կենտրոնացած էր 2 բանի վրա՝ Հիսուսի աշակերտների եւ նրա ուսմունքի։ Սակայն Հիսուսը չպատասխանեց իր աշակերտների վերաբերյալ եւ ոչ մի հարցի։ Միթե նա նրանց կասեր, որ աշակերտներից մեկն իրեն մատնել է, մյուսները փախել են, իսկ Պետրոսը շուտով ուրանալու է, թե չի ճանաչում իրեն։ Ոչ։ Հիսուսը պաշտպանեց իր աշակերտներին, չասելով ոչ մի բառ։ Հարցաքննության ժամանակ տաճարի զինվորներից մեկը խփեց Հիսուսի դեմքին։ Միքիա մարգարեն մոտ 700 տարի առաջ մարգարեացել էր, որ գավազանով հարվածում են Իսրայելի դատավորի ծնոտին։ Սա երկրորդ անգամն է, որ Հիսուսն արյուն է հեղում մեզ համար։ Հավանաբար դա տեղի է ունեցել ինչ-որ տեղ այս տարածքում։ Հիսուսն անմեղ է։ Ինչու նա թույլ տվեց, որ իրեն կեղծ մեղադրանքներ ներկայացնեն ու բռնության ենթարկեն մինչև արյունահոսելը, հենց այստեղ Աննասի պալատում։ Ինչու։ Նախորդ դրվագում պարզ դարձավ, որ Հիսուսը մեր փոխարեն խմեց մեր կյանքի գավաթը, լցված մեր մեղքերով։ Նույն կերպ Հիսուսը թույլ տվեց, որ իրեն սուտ մեղադրանքներ ներկայացնեն մեր փոխարեն, այստեղ Աննասի պալատում։ Ի վերջո մենք գիտենք, որ Սատանան միշտ մեղադրում է մեզ, թեև Աստված ներել է մեր մեղքերը։ Նա միշտ կմեղադրի ձեզ, որպեսզի միշտ մեղավոր զգաք։
Կրկին ու կրկին նա կփորձի գայթակղել ձեզ մեղք գործելու, որպիսի հետո մեղադրի հենց այդ նույն մեղքի համար։ Ահա թե ինչու Հիսուսը զբաղեցրեց քո տեղը բռնության ենթարկվելիս։ Նա իր վրա վերցրեց չար մեղադրողի կողմից քեզ ուղղված յուրաքանչյուր մեղադրանք, որպիսի քեզ ազատի մեղադրողի իշխանությունից։ Աստված մեր դեմ հարուցված գործը վերցրել է և մաքրել այն Հիսուսի արյունով։ Չարն այլևս իրավունք չունի քեզ մեղադրելու։ Կողոսացիներին ուղղված նամակի 2-րդ գլխում Պողոսն ասում է. «Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը, և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին կանեց»։ Իշխանություններին և պետություններին մերկացնելով հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով, Քրիստոսով։ Աստված օգտագործեց Հիսուսի արյունը, որ հոսեց այստեղ, որպեսզի մաքրի քո դեմ վկայող արձանագրությունը։ Չարի յուրաքանչյուր մեղադրանք լվացվել է Տեր Հիսուսի արյունով։ Այլևս ապացույցներ չկան, ճիշտ այնպես, ինչպես դատավորը կարդարացներ քեզ ապացույցների բացակայության շնորհիվ, այնպես էլ Աստված Հիսուսի շնորհիվ ազատել է քեզ թշնամու յուրաքանչյուր մեղադրանքից։ Այժմ դու կարող ես կանգնել Աստծո առաջ ազատված ամեն տեսակ մեղքի զգացումից։ Հայտնության 12-րդ գլխում ասվում է, որ Հիսուսը քեզ իշխանություն է տալիս իր անունով լռեցնելու սատանային, երբ նա կրկին փորձի մեղադրել քեզ։ Ինչպես Աստվածաշունչն ասում է, գառան արյունով և քո վկայության խոսքով։ Սա խաչի երկրորդ հրաշքն է։ Կանգնիր հաղթանակի այս հիմքի վրա, որը Հիսուսը տվել է քեզ։ Դու ծնվել ես ազատ լինելու համար այն ամենի շնորհիվ, որ Հիսուսն արել է քեզ համար։ Եկ շնորհակալություն հայտնենք Աստծուն դրա համար։ Միացիր ինձ հետ հետևյալ աղոթքով. Երկնային Հայր, ես հավատում եմ, որ դու խաչին ես գամել իմ բոլոր մեղքերի արձանագրությունն ու ջնջել այն Տեր Հիսուսի թանկարժեք արյունով։ Հիմա սատանան այլևս իրավունք չունի ինձ մեղադրելու։ Ես այլևս չպետք է բեռնված լինեմ մեղքի և ամոթի լծի տակ։ Հիսուսի արյան և իմ վկայության խոսքով մեղադրողը պետք է լռի հավիտյան։ Իմ բոլոր մեղքերը ներվել են քո կողմից։ Շնորհակալ եմ, որ արդարացվել եմ խաչի հրաշքով և ընդունվել որպես քո սիրելի զավակ։ Ամեն։